Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք հայկական ավանդական տոլմայի մեկ այլ արագ պատրաստվող տարբերակ զբաղված մարդկանց համար։ Մինչ ես կներկայացնեմ բաղադրիչները, դուք բաժանորդագրվեք My Culinary Versions խոհարարական ալիքին և հավանեք մեր էջը, իսկ ես անցնեմ ներկայացմանը բաղադրիչների։ Ուրեմն աղացած խոզի և տավարի միս եմ վերցրել, կամ կարող եք վերցնել ցանկացած միս 500 գրամ, բրինձ 100 գրամ, ձու 1 հատ, սոխ 2 գլուխ, գազար 2 հատ, կաղամբ 200 գրամ, տոմատի մածուկ 2 ճաշի գթալ, աղացած սև պղպեղ 1 թեյի գթալ, բուսական յուղ 10 ճաշի գթալ, պապրիկա 1 թեյի գթալ, սխտոր 1-ից 2 պճեղ, աղ 2 թեյի գթալ կամ ըստ հայեցողության, կանաչեղեն ըստ ճաշակի, դափնու տերև, հատիկավոր հոտավետ սև պղպեղ ըստ ցանկության և ջուր 750-ից 800 մլ։ Ինչպես ենք պատրաստելու։ Սկսենք բաղադրիչների նախապատրաստումից։ Կտրատելու ենթակա բոլոր բաղադրիչները կտրատում ենք բարակ, նուրբ շերտերով և դնում մի կողմ։ Անցնում ենք հաջորդ քայլին։ Թասի մեջ լցնում ենք մսի խճողակը, բրինձը, ավելացնում ենք կտրատած կաղամբ, քանի որ խճողակը կաղամբի մեջ չենք դնելու և չենք փաթաթելու, այլ խառնելու ենք բրնձի զանգվածին։ Ավելացնում ենք ձուն, ձեթը, աղը, համեմունքները, կանաչեղենը։ Եթե ուշադրություն դարձրեցիք, սոխ և գազար չավելացրեցինք։ Լավ խառնում ենք, գնդեր ենք անում և թողնում հանգստանա, իսկ մենք անցնում ենք հաջորդ քայլին։ Թավայի մեջ ձեթ ենք լցնում, տապակում ենք նախօրոք կտրատած սոխը, ոսկի գունելուց հետո ավելացնում ենք գազարը և թողնում ենք սոխի հետ տապակվի և համերը խառնվեն։ Տապակվելուց հետո տապակած գազարի ու սոխի խառնուրդը բաժանում ենք երկու մասի, որպեսզի մի մասը ավելացնենք մսի խճողակին, իսկ մյուս մասին ավելացնում ենք տոմատի մածուկ և տապակում ենք 1-ից 2 րոպե, որից հետո ավելացնում ենք ջուր 750-ից 800 մլ։ Ավելացնում ենք դափնու տերև, աղ, համեմունքներ, եռացնում ենք 2 րոպե և վերցնում կրակից։ Այս էտապն էլ ավարտեցինք։ Հաջորդ քայլում տոմատի սոուսով զանգվածը բաժանում ենք երկու մասի, կաթսայի հատակին լցնում ենք տոմատը, տոմատի սոուսի մի մասը, վրան դնում ենք մսի գնդիկները, գնդերի վրա լցնում ենք տոմատախառը զանգվածի մյուս մասը և դնում կրակին եփվելու։ Ցանկության դեպքում կարող եք ջուր ավելացնել։ Մոտավորապես կես ժամը բավական է եփվելու համար և վերջ, մեր ավանդական կամ ոչ ավանդական արագ պատրաստվող տոլման պատրաստ է, կարող եք վայելել։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։